Այս նախաճաշը կարա իջացնի քո խոլեստերինը, կարա բարելավի քո աղիքների միկրոբիոմը, անչափ հարուստ է սննդանյութերով, շատ լավ տարբերակ է որպես մարզումից առաջ սնունդ ու պատրաստել է տևում է ընդամենը 2 րոպե։ Մեզ ընդամենը պետք է մոտ 50 գրամ վարսակ, որի վրա ավելացնում ենք մոտ 150 գրամ կեֆիր ու 2 գրամ աղ։ Եթե որոշեք ավելի շատ վարսակ օգտագործել, մոտ 3 անգամ շատ կեֆիր օգտագործեք թրջելու համար։ Այս ամեն ինչը խառնում ենք ու ուղարկում ենք սառնարան մոտ 12-ից 24 ժամով։ Վարսակը պարունակում է բետա-գլյուկան թելանյութը, որը LDL կամ վատ խոլեստերինը կարա իջացնի։ Բացի դրանից վարսակը թրջելը կարող օգնի իրանում ֆիտատների քանակը կչացնել, որոնք կպնում են վարսակի մեջի կալցիումին, ցինկին, մագնեզիումին եւ այլ միներալներին, ու սրանց յուրացումը վատթարացնում են։ Այսինքն ֆիտինաթթուն կչացնելով մենք շատացնում ենք այն միներալների քանակը, որոնք մենք կարող ենք վարսակից յուրացնել։ Վարսակը նաեւ կարելի է ասել միակ սնունդն է, որը պարունակում է ավենանտրամիդներ, որոնք ունիկալ անտիօքսիդանտներ են, որոնք կարող են մարզումից հետո վերականգնման process-ը արագացնել ու առհասարակ հակաբորբոքային հատկություններ ունեն։ Վարսակը կեֆիրի մեջ թրջելը կարող է սիներգետիկ էֆեկտներ ունենա, քանի որ կեֆիրը պրոբիոտիկ բակտերիաներ է պարունակում, իսկ վարսակը պրեբիոտիկներ, որոնցով որ այս պրոբիոտիկ բակտերիաները սնվում են։ Այս կարա ժամանակի ընթացքում օգնի ձեր աղիքների բակտերիական կազմը դրական փոփոխել։ Ու այս կեֆիրով ֆերմենտացված վարսակը կարելի է օգտագործել ուղղակի որպես բազա։ Սրանք կարելի է տարբեր սնունդներ ավելացնել, օրինակ հատապտուղներ կամ մեղր կամ ուրիշ բաներ։ Ես անձամբ սննդային խմորիչ եմ ավելացնում, որը լիքը B վիտամիններ, երկաթ ու հավելյալ սպիտակուցա պարունակում, ու այս կոմբոն անչափ համով է։ Կարաք տարբեր սնունդների հետ փորձարկեք ու ամեն օր այս նախաճաշը ուտեք առանց իրանից հոգնելու։